Ուրեմն 25 տարի առաջ ես ու մեր հետ գործակցեցինք դրաճը։ Առաջին գիշերը մյուս օրը ես մեր այվան Վազգեն ծածան հենա դեմներս։ Ասում երեխեք ջան, լսել եմ պսակվել եք։ Իա, ասի Վազգեն ծա, ես ձեր տանն էր լսվում։ Ասածս ինչա, ինչ որ անում եք, կամաց արեք, նորմալ, չապի մեջ, անհամություն չանեք, չգորաս մորաս, հա, եկնած եք։ Արա դե մեծ անում ենք, էլի։ Ջան, երկու հատ հարց ունեմ քեզ։ Ոտիդ եղողները չեմ կտրելու։ Ուրեմն մի հատ, կոֆե կդնես։ Ինչ կոֆե, սպասի տեսնենք ինչ է լինում։ Այ մարդը ինչ պետք է լինի, կամ տղակալի կամ աղջիկ, կարևորը ես տղոտը լինի, էլի։ Իա, հարսիկ ջան, ես քիչ ես գորում մորում։ Ձեզ մի րոպեով կարելի է։ Պապ, այսօր գնացին այպո։ Հարսիկն ու Վարսիկը, այսինքն մերը, գնացին կողքի սենյակ, իրար հասկանալու, ինչ գեղեցիկ է չէ տղար։ Պապ, բա ինչ է խոսում այպո։ Ինչ պետք է խոսան իրար հետ, մեր օջախի սուրբ կանայք, ես իրանց ցավը տանում։ Քել, պապ, քել, գնանք լսենք հələ, քել։ Էլի, պապ, էլ։ Հասկանում եք, դուք իմ ամուսնու մաման եք, և ես ձեզ հետ կուզենայի լինել ինչպես իմ հարազատ մամայի հետ։ Մամա ջան։ Հա բաղոն, դու էլ իմ հարազատ աղջիկա պես ես, ասա։ Շնորհակալություն։ Ես մի գաղտնիք ունեմ, կուզենայի ձեզ հետ կիսվել։ Ինչ է խոսում։ Ասա։ Հասկանում եք, վաղը, որ դուք պետք է գնայիք մեր տուն, մրգեր տանեիք, դուք չեք կարող գնալ։ Ինչ միրգ։ Որ Նյուտոնի գլխին ընկավ, մեր որ Եվան էշեշ կծեց, Մակինտոշ, Յավլինսկի։ Խնձոր։ Կարմիր խնձոր։ Ինչի։ Հասկանում եք, ես կյանք տեսած աղջիկ եմ։ Այսինքն։ Տղամարդկանց հետ լավ յոլա եմ գնում։ Այսինքն։ Հանրակացարանում եմ ապրել։ Հետո։ Են կուբ հերոստախաղում եմ մասնակցել։ Չեմ հասկանում ինչ ես ասում, նորմալ բան ասա հասկանամ։ Ես տղա եմ։ Ոնց թե տղա։ Դե ես աղջիկ չեմ։ Բա տենց ասա հասկանամ։ Ես էլ վատ բաներ մտածեցի։ Ոչինչ դրա մասին մի մտածի։ Գիտես, ես ապուշի հետ որ ամուսնացել եմ, աղջիկ էի։ Հա, պապ, ինչ է խոսում։ Խոսում են էլի։ Ինչի մասին պետք է խոսան։ Երկու հատ դուրս ընկած անբարոյական։